Երկու իդենտիֆիկացված ոստիկանների ճիշտ եմ։ Երկու իդենտիֆիկացված ոստիկանների հետ հաստատ որպես 130 իրականացի, չգիտեմ, միգուցե քննիչներ ժամանակահատվածում կարող է նաև այլ ոստիկանների ծրագրերի եւ նրանցից ցուցմունք վերցնելու համատեքստում նաև իրականացնելու այլ անձանց հետ 130, այնուամենայնիվ այս պայդուրությամբ առնվազն երկու ոստիկանների հետ 130 հարձակումություն այսօր պետք է կատարվի։ Ովքեր են այդ երկու ոստիկանները, անուն, ազգանուն, պաշտոն։ Գորգ Հարաթյան եւ մյուսի տվյալների չէ։ Խորեն Բարխոյան։ Լոռու ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը եւ Գորգ Հարաթյանը։ Տեղյակ եք արդեն եկել են ոստիկանները, ձեզ տեղեկացրել են։ Ըստ պայմանավորվածության 16:00 պետք է 130 հարձակումությունը սկսել, բայց մինչև այս պահ քննիչը չի տեղեկացրել, որ եկել են կամ մեզ սպասում են կամ նման այլ բան։ 14:00-ից հետո այսօր պետք է 130 իրականացնել լսուլարացիի ցանկ քննիչից դեռ չեմ ստացել, քիչ հետո կապվում եւ կիմանամ մեզ են սպասում, այսինքն քննիչն ապաճառ որ այս հարձակումությունը այս պայմանությամբ դեռ չեն սկսել։ Բացի այս առերես հարձակումությունից քրեական վարույթից ինչ նորություն է կամ որևէ նոր տվյալ ստացվել է, որևէ նոր տվյալ ստացվել է քրեական վարույթի շրջանակների խոշտանգման։ Ի տարբերություն հանրությանը հետաքրքրող մի շարք այլ վարույթների խոշտանգման վարույթներով քննչական կոմիտեն կարծես թե վարում է ծածուկ կամ թաքուն քրեական դատավարություն։ Եթե նկատել եք, քննչական կոմիտեն շատ քիչ է հանդես գալիս այս վարույթներով, հրապարակային հայտարարություններով եւ հաշվի առնելով այն, որ ընթանում է նախաքննություն, ես որևէ այլ տվյալ բացի հայտարարված երկու տվյալներից չունեմ, բայց կարծում եմ, որ քննչական կոմիտեն պարբերաբար, եթե ոչ ժամը 1 ապա գոնե 2-3 ժամը 1 թարմացնող հայտարարությամբ պետք է խոսի վարույթի ընթացքի մասին եւ բարձրաբանի ինչ է տեղի ունենում, ինչ չի տեղի ունենում։ Այսինքն ինչ նոր տվյալներ կան բարձրացած, ինչ նոր տվյալներ չկան բարձրացած։ Եթե նկատել եք, երեք Հայաստանի Հանրապետության նավթի մարդկիրավունքների պաշտպանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, որ այս գործով պետք է պահպանվի հնարավորինս հրապարակային քննություն։ Իսկ երիտասարդ այսօր Արտինե Սարգսյանն է անդրադարձել միջադեպին, երբ դարձյալ անդրադարձել է դատաբժշկական փորձագործության արդյունքներին, այսինքն հաստատել է դրանք, դուք նշել եք, որ դրանց հետ անհամաձայնություն ունեք, որքան Քիչ առաջ լսեցի ճիշտ ասած Արտինե Սարգսյանի հայտարարությունը, վերջինիս հետ իր քորոշումը, որ եթե ծառայողական քննություն է տարվում, ապա այս միջամտելու եւ ոստիկանների հետ խոսելու հնարավորություն չունեմ, Հայաստանի Հանրապետությունում գիտեմ, վստահ եմ, որ գործում է քրեական դատավարության օրենքի, ափսոս երկխոսելու նրա այդ հնարավորություն չունեմ, հակառակ պարագայում երկու հարց կտայի Հայաստանի Հանրապետությունում գործող քրեական դատավարություն մասին եւ առհասարակ իր տեսլականի մասին այդ հարցի շուրջ, բայց ինչ վերաբերվում է նրան, որ վերջինս անդրադարձել է գործող փորձագիտական երկաթուղության պարտադրված փորձագիտական զարգացության, ես համատեքստում զարմանում եմ ինչու վերջինս չի անդրադառնում օրինակ բժշկական կենտրոնից արկա բժշկական փաստաթղթերին, չի անդրադառնում այն հարցին, որ այս վարույթը նախաձեռնել է առհասարակ բժշկական կազմակերպությունից դատախազություն հասցեագրված գրության եւ դրան գծված փաստաթղթերի հիման վրա, այսինքն վնասվածքների հիման վրա է վարույթը նախաձեռնել։ Այսինքն բժշկական փաստաթղթերին չի անդրադառնում է բացառապես փորձագիտական զարգացության։ Ինչու, որովհետեւ ունի կանխական մոտեցում, ինչու, որովհետեւ քննարկվում է ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում ցույց տալու հանգամանքը։ Այլ օբյեկտիվության արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ մարդը այդպիսի գնահատական չտար, այսինքն ամենայն դեպս հողում չկատարի փորձագիտական զարգացումը, որ ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղի գտած տեղեկություններին, համաձայն որի Տիգրանի մարմնի տարբեր հատվածներում արկա են եղել սալջարդներ, կապտուկներ եւ հյուսվածքների կոտրվածքներ։ Բայց Արտինե Սարգսյանը հենց օբյեկտիվությանը հողում անելով նշում էր, որ այդ անկախ փորձագիտական եզրակացությամբ չի ֆիքսվել, երբ որ դուք ասում եք 10 րոպե ինտենսիվ ծեծում էին Տիգրանին, ասում է այդ դեպքում ինչու ինտենսիվ ծեծի դեպքում մարմնի վրա պետք է առերևույթ հետքեր լինեին, որը չի արտահայտվում։ Շատ շնորհակալություն հարցի համար, պատասխանեմ հետևյալ կերպ։ Նախ հաշվի առեք, որ ծեծողները եղել են ոչ թե հասարակ քաղաքացիներ, այլ պրոֆեսիոնալ խոշտանգողներ իդեմս ոստիկանների, ովքեր շատ լավ գիտեն եւ պատկերացնում են ինչպես կարելի է հասցնել հարվածներ եւ քաղաքացուն պատճառել վնասվածք, երբ որ այդ վնասվածքները բար արտահայտում չստանան։ Մեկ, երկրորդը, մենք ոչ չենք նշել, որ Տիգրան Ուլբաբյանին այն աստիճանի են հասցրել, որ վերջինս զրկվել է շարժվելու ունակությունից կամ առհասարակ ոչ մի բան չի կարողացել անել։ Ոչ, վերջինս չգիտեմ ինչ տիպի ուժեղ ֆիզիկական ցավեր չի զգացել։ Այնուամենայնիվ նա խոշտանգվել է եւ այդ խոշտանգումը արտահայտվել է թքելու, նրա ծնողների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու, նրա զոհված եւ հարազատ եղբորը հասցեին վիրավորանքներ հնչեցրու, նրա մարզերը քաշելու, նրան քաշքշելու եւ նրան 7 ժամ ապօրինի ազատության մեջ պահելու ձևով։ Բացի այդ հասցնվել են նաեւ տարբեր հարվածներ, այո, հնարավոր է այդ հարվածները այն աստիճանի ուժեղ չէին, որ միջև հիմա վնասվածքները վառ արտահայտված լինեին,
բայց 2 օրվա ընթացքում երկու օր հետո երբ որ Տիգրան Ուլբաբյանը դիմել է Վանաձորի բժշկական կենտրոն, նրա վնասվածքներն հստակ արձանագրվել են։ Ինչ վերաբերում է իր օբյեկտիվության վերաբերյալ հայտարարությանը, օբյեկտիվությունը պետք է տեսանելի լինի, ոչ թե պետք է հայտարարվի ընդհանրապես դրա մասին։ Օբյեկտիվություն իր հայտարարությունների մեջ ես ընդհանրապես չեմ տեսնում եւ կարծում եմ, որ վերջինիս դիրքորոշումը կանխակալ է եւ կապված է նրա հետ, որ փոշտագողները հանդիսացել են ոստիկանության ծառայողներ։ Կրկնում եմ, մենք գործ ունենք պրոֆեսիոնալ փոշտանգողների հետ։ Իդեմս ոստիկաններ, ովքեր շատ լավ գիտեն ինչ անել, ոնց անել, որ փոշտանգման հետքերը չբացահայտվեն եւ նրանք պատասխանատու Պարոն Երիցյան, հազարավոր գողություններ են լինում ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որոնք չեն բացահայտվում, որոնք ուշ են բացահայտվում։ Այս դեպքում ինչ ձեզ էլի, որ պիտի լիներ ոստիկանության ծառայողների մոտիվը, որ ընդհանուր փոշտանգման միջոցով փորձեին Տիգրանից ցուցմունք կորզել։ Անդրադարձել եմ այդպիսի բովանդակության հարցին, նախ նշել, որ այսպիսի դեպք վերջերս կրկնվել է, եղել է։ Օրինակ Չարենցավանի ոստիկանության դեպքն են վերել, երբ որ կրկին գողության դեպքը չբացահայտելու հիմքով, կրկին այդ գողությունը հորդորել են, որ արցախցին վերցնի իր վրա, չվերցնելու պատճառով վերջինս ենթարկվել է ծեծի եւ անգամ 4 օր ստացիոնար եղանակով, ոչ թե ամբուլատոր, ստացիոնար եղանակով բուժում է ստացել Միքայելյան բժշկական կենտրոնում։ Այս պարագայում որն է եղել ոստիկանության մոտիվը, ես երկու տարբերակ եմ առաջ քաշել։ Երկրորդը, որ ավելի ցավալի, առաջին տարբերակը դա բացահայտված հանցագործություն ցույց տալու տարբերակն է, այսինքն ցույց տալ, որ հանցագործություն է բացահայտվել, եւ երկրորդը դա իրական հանցագործություններին հովանավորելու, այսինքն հանցագործության հովանավորչության հանգամանքն է, որ մեծ ցավով եմ հայտարարում, բայց այստեղ ես կարծում եմ, որ թաքնվածն ավելի խորը հանցագործության պետք է հակառակ պարագայում այդ ամեն ինչում որպես կասկածյալ փնտրել Տիգրան Ուլբաբյանի ես ուղղակի չեմ տեսնում նաև պայմանավորվածային հանգամանքով, որ Տիգրան Ուլբաբյանը ներկայությամբ գտնվում է ազատության մեջ։ Իհարկե Տիգրան Ուլբաբյանը որևիցե կապ ունենա, գրամ անգամ կապ ունենա, նա ներկայությամբ ազատության մեջ։ Եթե կարելի է, Տիգրան Ուլբաբյանը տարվել էր ոստիկանություն, ազատ է արձակվել, նոր հայտարարել իր նկատմամբ փոշտանգման մասին, ուզում եմ հասկանալ, ո՞ց ստացվեց, որ ինքը ազատ արձակվեց։ Երեք քննիչներ անուն բովանդակության հարցին չեցնում, ասում է ինչու քեզ փոշտանգման ենթարկելիս չես վերցրել հեռախոսը։ Չէ, ես նման բովանդակության հարց չհնչեցրեցի։ Ես ասում եմ, ինքը ազատ էր արձակվել, որից հետո արդեն բարձրաձայնել է խոշտանգման մասին, այսինքն այսպես թե այնպես, որ իրան տարել էին, ազատ էին, չէ՞ արձակել։ Իրան ոչ թե ազատ են արձակել, այդ պրոցեսն եմ ուզում հասկանալ։ Նույն ուժողը, ավազակության գործող ուժողը, այսինքն իր բարեկամում տնից է հափշտակությունը տեղի ունեցել եւ ում երեխայի եւ իր նկատմամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդ նույն ուժողը իր ամուսնու հետ միասին գնացել է ոստիկանություն եւ հետաքրվել Տիգրանի ճակատագրով։ Բարձրացել են պետի մոտ, պետը հրահանգել է Տիգրանին բերել իր մոտ եւ որտեղից արդեն նրանց բաց կրել։ Այսինքն ուժողն է գնացել նրանց հետևից եւ ասել ամենավերջի մարդը, ում ես կասկածում եմ տվյալ հանցագործության հետ որևէ կապ ունենալու հարցում, դա հենց Տիգրան Ուլբաբյանն է։ Այդ համատեքստում է Տիգրան Ուլբաբյանին բաց թողել եւ ինչպես ինքն է երեք քննիչում ներկայությամբ նշել, նախապես իրենից բոլոր հարազատների անունից երթում վերցնելով, որ տեղի ունեցածի մասին վերջինս չի լուսաբանելու կամ առհասարակ չի բարձրաձայնելու։ Դրանից հետո արդեն Տիգրան Ուլբաբյանը, երբ որ այդ օրը մնացել է բարեկամների տանը, հաջորդ օրը խնդրի մասին տեղեկացրել էին եւ ես հաղորդում եմ։ Այսինքն ինքը քրեական գործով որևէ կարգավիճակ չունեցել, տարել են, որպեսզի քրեական գործով անգամ այս պահի դուրությամբ նախաձեռնված վարույթ շրջանակներում անգամ վկայի կարգավիճակ չունի։ Նրանից անգամ ասեմ ավելին, որևէ գրավոր բացատրություն չեն էլ վերցրել։ Այս սա է զարմանալի եւ ես սրանով պայմանավորված եմ ասում, որ Տիգրան Ուլբաբյանը իրապես կապ չուներ այս ամենի հետ։ Հակառակ պարագայում, տեսեք, գործ ունենք առանձնապես ծանր հանցագործության, ավազակության հետ, որով տուժող են հանդիսացել շատ խոցելի խավի ներկայացուցիչ, մասնավորապես 28-ամյա արցախցի կին իր երկամյա երեխայի հետ։ Պատկերացնում եք, երկամյա երեխայի վրա զենք են պահել այդ 7 կտոր ոսկին հափշտակելու նպատակով։ Կարծում եք, որ այդպիսի գործով, եթե ունենային կասկածյալ ոստիկանները, այդ մարդու բաց կթողեին։ Ոչ, Տիգրան Ուլբաբյանի հեռախոսը առանց դատարանի որոշմամբ թվային խոզարկության ենթարկելով, փաստացի ենթարկվել է թվային խոզարկության ոստիկանության Լոռու մարզի վարչության պետի կողմից, նկատել է, որ ոչ մի բան չկա, այդ տղան իրոք կապ չունի, որից հետո ինքը բացատրում է։ Հակառակ պարագայում վստահեցնում եմ, որ Տիգրան Ուլբաբյանը ներկայությամբ կունենա ոչ թե ձերբակալվածի, այլ անգամ մեղադրյալի եւ ինչ որ նաեւ կալանավորի կարգավիճակ։ Ներքին գործերի նախարարը նաեւ անդրադարձավ հենց այդ համատեքստում խոշտանգման դեպքին, ինչպես նաեւ ավազակային հարձակմանը, որ այս ամեն ինչից, այսպես ասած, աննասն մնաց այն հատվածը, որ այդ ոստիկաններին, որոնց
մեղսագրվում է այսպես ասած խոշտանգման արարքը, իրենք ավազակային հարձակումը փորձել են միանգամից բացահայտել եւ ինչպես կարող է ավազակային հարձակումը բացահայտած կամ փորձել բացահայտող ոստիկանները խոշտանգել քաղաքացին։ Ես կարծում եմ ոստիկանությունը եւս առաջնորդվում է քրեական դատավարության օրենսգրքով, ոստիկանության մասին օրենքով, օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ոստիկանը ինչ որ գողական եղանակով ավազակություն բացահայտող մարմին չէ։ Ես լրիվությամբ բացառում եմ Տիգրանի մասնակցությունը այդ ավազակությանը, բայց զարգանում եմ ես օրինակ ներքին գործերի նախարարի այդ հայտարարության այդ հատվածը չեմ լսել, լրիվությամբ նրա ելույթի չեմ հասցրել լսել, բայց եթե այդ բովանդակությամբ հայտարարություն է կատարել, դա ուղղակի աբսուրդ է։ Այսինքն եթե պայմանական Տիգրանը կապ ունենար ավազակության հետ, ապա ուրեմն նրան խոշտանգելը նորմալ է եւ ընդունել։ Չէ, նա կտրականապես դատապարտել է նաեւ արցախցի լինելու հանգամանքով պայմանավորված։ Անկախ նրանից խոշտանգման զոհը արցախցի է, Ռուսաստանի Դաշնության բնակիչ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տարեց տղամարդ է, թե ռեցիդիվիստ, էական չէ, Հայաստանի Հանրապետություն խոշտանգումները պետք է կտրականապես համարել բացառված։ Պետք է կտրականապես բացառել։ Ես հիշեցնում եմ դեպքեր, երբ որ նաև փաստաբաններն են դարձել խոշտանգման զոհեր։ Հիշեցնում եմ երրորդ մասի քննչական բաժնում տեղի ունեցած խոշտանգման դեպքը Գարիկ Մուրադյանի նկատմամբ բազմաթիվ դեպքեր կարող են նշել։ Այնպես են նշում, իբր Հայաստանի Հանրապետությունը խոշտանգում չկա եւ մենք բացահայտել ենք չգիտեմ ինչ որ մի դեպք եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները սուրբ են, մի անմեղ էակներ եւ հնարավոր չէ նրանց մասնակցությամբ այսպիսի դեպքեր ունենալ։ Այ եթե առաջի օրվանից ձերբակալված լինեին, վստահեցնում եմ, որ հենց հիմա մենք ապացույցների համակցությամբ ցույց կտայինք նրանց իրական մասնակցությունը կամ իրականում կապված լինելը տվյալ հանցագործությանը։ Պարոն Եվցյան, եթե կարելի է մի հարցել, այ այդ ընթացքում թեպետ եւ ասում եք նրան խոշտանգել են, այդ ընթացքում ինչ որ փաստարկներ չէ պետք է այդ ոստիկանները բերեին, ասեին այ SSR, այս փաստը ունենք, սա ունենք, որևէ նման գործողություն եղել է, թե չէ։ Անկախ նրանից դուք համաձայն եք, ի հերքումը խոշտանգման, թե ի կատարումն ավազակ, ինչի համար որ տարել էին, որ ինչ փաստարկ են բերել։ Այդ բարույթով Տիգրան Ուլբաբյանը ներկայությամբ անգամ վկայի դատավարական կարգավիճակ։ Ես դա հասկանում եմ, բայց ամեն դեպքում երբ նրան տարել էին իմ տրամաբանությամբ պիտի ասեին, այ մենք գիտենք, որ դու ես ընդունի, չէ՞, ինչ որ այ այդ եմ ուզում հասկանալ։ Ես առաջարկում եմ այդ հարցը անմիջապես հիշեցնել Տիգրան Ուլբաբյանին, չնայած ես տեղյակ եմ հարցի պատասխանից, այնուամենայնիվ թեզ, երբ որ տարել են ոստիկանություն, որևէ փաստ դրել են, քո դեմ ասում են, օրինակ, այս ինչով պայմանավորված գտնում ենք, որ դու ես մեղավորը։ Չէ, ոչ մի փաստ։ Ինչ էին իրենք ասում, կոնկրետ իրենք քեզ ասում էին, ընդունի, որ դու ես եւ վերջ, թե Ես ելույթներում ասել եմ։ Ես հասկանում եմ, դուք ասել եք դա, բայց ես ուզում եմ հասկանալ տրամաբանորեն, երբ որ ոստիկանը պնդում է, որ դուք եք կատարել այդ հանցագործությունը, պիտի ինչ որ փաստարկ բերի, կամ ասի ես գիտեմ, որ դու ես, ինչ որ մի բան պիտի ասի, չէ՞։ Հիմա այս դեպքում ձեզ ինչ էին ասում էին, ընդունի, բաց կթողենք բացառապես դա, թե ընդունի, որ դու ես կազմակերպել։ Ահա, ինչով էին հիմնավորում այդ կազմակերպելը, այդ եմ ուզում հասկանալ։ Ինչ փաստ։ Վերաբերյալ օրինակ պրակտիկայում նմանատիպ դեպքերը պետք է անպայման ունենան, այսպես ասած, կազմակերպված խմբի կողմից այդ ամեն ինչը ձեռնարկվում եւ ունենում են հովանավոր, այսինքն անձ, որ այսպես ասած ուղղորդում է, ցույց է տալիս, մերկացնում է, ցույց է տալիս որտեղ են գտնվում օրինակ այդ ոսկեղենը եւ այլն եւ այլն։ Բայց Տիգրան Ուլբաբյանը դրան տվել է տրամաբանական պատասխան, ասում է, եթե ես լինեի ուղղորդողների հանցագործներին կամ եթե ես այդ հանցագործության հետ որևէ կապ ունենայի, ապա ես շատ լավ գիտեի, երբ այդ աչքի գտնում տանը, երբ չի գտնում այդ աչքի տանը։ Ավազակային հարձակում չէի գործի, կկատարեի սովորական գողություն։ Ես սա տրամաբանական եւ շատ պարզ պատասխան է։ Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից իր վրա վերցնելու հիմքում որևէ փաստարկներ, այսօր առիթ հարձակողության ժամանակ այդ տվյալները կպարզվեն։ Կպարզվեն առհասարակ Տիգրան Ուլբաբյանի ինչ գործունեի ոստիկանությունում 7 ժամ շարունակ։ Եթե նրանք որևէ կասկած ունեն ձերբակալման արձանագրություն կազմել է, բացատրություն վերցրվել է, թե ոչ, արձանագրություն կազմել է, թե ոչ, ինչի հիման վրա է նա կասկածել։ Այդ բոլոր հարցերի պատասխանը ես կարծում եմ ճիշտ կլինի ստանանք ոստիկաններից։ Այ ես շատ լավ կլինի, որ նրանք այս հրապարակային դռնով դուրս գան գլխավոր մասնաշենքից եւ գլխավոր դուրից եւ հնարավորություն կունենաք նրանց հարցեր ընչեցնու, ինչի համար է Տիգրան Ուլբաբյանին այնտեղ այդքան ժամանակ պահել։ Պարոն Երիցյան, դուք միջնորդել եք ստանալ նաև տեսագրություններ, գրիչներ, միջնորդել եք մի քանի հարցերի շուրջ, որոնք են բավարարվել այս պահին։ Այս պայմանությամբ ես բավարարման վերաբերյալ որևէ որոշում չեմ ստացել, բանավոր վերաբերյալ եւս չեմ իրազեկվել, միջնորդել եմ նաև քննիչին, գրավոր միջնորդություն եւս կհասցրագրեմ այսօր, որ տեսագրությունները ստանալու դեպքում դրանք զննել բացառապես մեր մասնակցությամբ։ Այսինքն թող մեր ներկայությամբ զննի, եւ եթե քննչական կոմիտեն չի ապահովում հրապարակային դատավարություն, մենք ինքներս կապահովենք հրապարակային դատավարություն եւ կհասկանանք մի հատ ձմության արդյունքներով
այսինքն այդ կրիչների զինության արդյունքներից ինչ կարձանագրում։